Փառք Նժդեհին։ Այսօր մի պահ համացանցում աչքովս մի կադր ընկավ, որտեղ թրքաբարոն Դավաճանը դե անունը չասեմ, գլխեկում մասին է խոսքը։ Ուզում է արդարանալ ցեղասպանության հետ կապված իրեն դե մեղադրանքներ են հնչեցուն, չէ՞, ոնց ուրացար, կասկածի տակ դրիր, էս արիր, եւ իրեն բնորոշ մանիպուլյացիա է անում, ասում է ոնց կարող է ցեղասպանություն բառ օգտագործողը հերքի ցեղասպանություն է։ Եթե ես արդեն ասում եմ ցեղասպանություն, դա նշանակում է, որ այդ փաստը տեղի է ունեցել։ Այս է թրքաբարոյի արտադրություն։ Այսօր նոր մի քանի րոպե, մի քանի րոպեներ առաջ կարծեմ դա մենք դե ուշադիր լսեք, տեսեք, թե այս մարդը ինչ կարծիք ունի, էլի։ Ես ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, որ իսկապես նման անբարոյական աշխարհը չի ծնել։ Ոչ միայն հայ ժողովուրդը, աշխարհը չի ծնել։ Այդ մարդը կարող է գնալ Արցախ եւ ասել Արցախը Հայաստան է, հետո գա Հայաստան ասի Արցախն Ադրբեջան է, հետո իրեն հարցնեն ասեն, բայց ո՞նց եղավ մի ժամանակ սենց էր, հիմի սենց, ասում է, ես այն ժամանակ էլ գիտեի, որ Արցախն Ադրբեջան է, ուղղակի չասեցի, որ ինձ ընտրեք, թե չէիք ընտրի։ Այսինքն ինքը բացահայտ ստախոս է, այսինքն ինքը կեղծիկով բոլորի ուղեղը լվում է, բայց ասենք մեծամասնություն ի վիճակի չի դա մարսելու, այդ խաբկանքը կուլ է տալիս։ Բայց նոր մարդ պետք է ասի, տղա ջան, ոնց ում ես խաբել։ Ինձ։ Ոնց ինձ խաբել ես, որ ես քեզ ընտրեմ։ Մարդ ուղիղ ասում է, ես ձեզ խաբեցի, որ դուք ինձ ընտրեք։ Իրականում ասում է, Արցախն Ադրբեջան է, ես այն գլխին գիտեի, 18 թվականից դեռ գիտեի։ Հիմա այս մարդը, եթե այսօր ասում է, եթե ես ասում եմ ցեղասպանություն, նշանակում է ես այդ ընդունում եմ։ Ի՞նչն է խանգարում այս վիժվածքին, որ ասեք մեկ ամիս հետո ասի, ես դա ասեցի, որ կրկերը չբորբոքվի։ Ես էլի մնում եմ այն կարծիքին, որ ցեղասպանությունը դեռ պետք է ուսումնասիրվի, ու հələ պարզվի ով էր մեղավոր։ Հայ թե թուրքը։ Ասենք այս մարդուց դա սпасելի է, էլի, ասենք ո՞նց են մարդիկ ոգևորվում, երբ որ ինքը իրավիճակից ելնելով, երբ որ տեսնում է արդեն գլուխ ջարդելու պահը մոտեցել է, հա իմիջիալուց ասեմ, ապստամբություն ուժի մեջ է։ Եվ ասեմ ընթացքի մեջ է։ Ընթացքի մեջ է։ Այս ամեն ինչը սոցիալական, քաղաքական, բանի մշակութային լուրջ խնդիրներ են առաջացել։ Ալիևի մեծ հնարավորություններ է տրված երկրից դուրս կեղծումներ անել ու ստեղ ամեն ինչ զսպում են, որ Ալիևն այնտեղ կարողանա ամեն ինչի հասնել։ Այս ամեն ինչը տեսնվում է։ Եվ սա պայթելու է համաշխարհային, ասենք այդ պատմաբանները, այդ փորձագետները, որոնք տասնյակ տարիներ աշխատել են, հասկանում են, թե հայկական մշակույթը ինչ է, համաշխարհային մշակույթի ինչն է կազմում հայկական արձանագրությունները, ամեն մի քարը, շինությունը ինչ է նշանակում համաշխարհային իրականության մեջ։ Աշխարհը գիտի, հե, ասենք մասնագետները։ Չեք կարող ասենք այդ դենց փագի մեջ պայել հայ ժողովրդին դրսում Ալիևին հնարավորություններ տալ, որ ինքը ամեն ինչ ադրբեջանականացնի։ Ես չեմ ասում, որ դուք ձերքներ ծալած նստեք, որ աշխարհը մեզ պետք է օգնի, ես էլ եմ ասում, ապստամբությունը ուժի մեջ է, բա հասունանում է։ Իմ ասելիքներն է, որ մարդը ընդունակ է հիմա ասել մի բան, հաջորդ օրը դրա 180 հակառակն ասել ու շեշտել, որ ես խաբել եմ։ Ու մարդը լսի, լինեն բաներ, ասենք, ուղեղը թափած մարդ, ու ասի, լսի, ասի, տեսեք, այս մարդը սա է ասում, չի խաբել բառն ուշադրություն չի դարձնում։ Ասում եմ, հիմա էլ ասում եմ, որ սա այսպես է։ Օրինակ, տարբերություն Ռոբերտի եւ Սերժիկի, Ռոբերտն ու Սերժիկը բացահայտ իրենց թշնամությունը հայ ժողովրդի հանդեպ, հայոց պետականության հանդեպ, այդ մարդիկ իրենց թշնամությունը չեն թաքցնում։ Ու ստաբիլ է ժամանակվանից մինչև հիմա նույն բանն են ասել։ Հայաստանը լինի Ռուսաստան, որը անբարոյականություն է, որը դավաճանություն է, որը հակապետական է։ Սերժիկ Սարգսյանը Պոզներին տված հաղորդման ժամանակ շատ լավ հիշում եմ, ես անձամբ լսել եմ։ Երբ որ հարցեց, ասեց, որ ժամանակներն էր ձեր համար լավը, հիմա, թե խորհրդային,
Մարդը աշկերը ասեց հուզվեց, մի ասեց Երանության գիրքն ընկավ, աշկերը լսրեց ասեց խորհրդային։ Անկախ Հայաստանի նախագահը, որ անկախություն դա արժանապատվություն է, էլի։ Արժանապատվություն է։ Անկախ Հայաստանի թիվ 1 մարդն ասեց խորհրդային միությունը։ Հասկանաք ոնց ստորად ասեց։ Ռոբերտի մասին էլ չասեմ, իր ուշումից ռուսական դրոշ տանգելն է Հայաստանի ամեն մի քարի թփի վրա։ Սարի գլխին։ Ինչքան մնացել է հերիք է, դրա վրա էլ ռուսական դրոշ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ էլ համաձայն է այդ մարդը, որի տակ Նիկոլն է ստորագրել, ինքը չէ։ Բայց չգիտես ինչու բոլորի մոտ Ռոբերտը Նիկոլի թշնամին է։ Հասկանում եք, չէ՞։ Մեր խնդիրը ամբողջ այս թրքաբոլշևիկյան համակարգից ազատվելն է։ Ես անընդհատ ասելու եմ, որ ձեր գլուխը մտնի։ Չկա Ռոբերտ Նիկոլ հակադրություն։ Դրանք նույն տանկի մեջ, նույն արկը դնում են այդ տանկի փողի մեջ ու կրակում են մեր վրա։ Երկուսով նույն տանկի մեջ են նստած։ Մեկը հրամանատարն է, մեկը, չգիտեմ, մեխանիկն է, մեկը կրակողն է։ Ռոբերտը, Սերժիկը, Նիկոլը, Լևոնը, դրանք նույն տանկի մեջ, թշնամական տանկի մեջ նստած դեպի մեզ են գալի։ Հիմա ես ձեզ ասեմ, Ռոբերտն էլ Սերժիկն էլ չեն թաքցնում իրենց թշնամանքը։ Մարդիկ բացայտ ասում են, մենք ձեր վատն ենք ուզում, մենք չենք ուզում, որ դուք պետություն ունենաք։ Իրենց դավաճանությունը չեն կանում հաջորդն ասեն, մենք դա ասեցինք, որպեսզի սենց բան լինի, մենք դա ասեցինք, որպեսզի սենց։ Նիկոլը պես չեն ասում, էլի, ես դա ասեցի, խաբեցի ձեզ, որ ինձ ընտրեք։ Որ հետո ես ձեր հերն անիծեմ։ Մարդը որ լսում է Նիկոլին, այն խաբելը եւ հերն անիծելու բանը չի լսում։ Մատես հիմա էլ ասում է, որ դա ասես չի։ Սա բերեցի օրինակ, որ այդ քարյակը իհարկե դրանք տարբեր են իրենց որակներով։ Նիկոլ աշխարհը չի ծնել։ Ես ձեզ ասեմ, ոչ միայն հայը չի ծնել այդ կարգի տականք։ Նիկոլը անգերազանցելի է։ Նժդեհի ասած հայի տականքը անգերազանցելի է, ինքը հայի տականքից էլ է անգերազանցելի։ Ինքը տականքից տականք է։ Ասում եմ մոլորը, թուրքը դենց վիժված չի կարող ծնել։ Բացառվում է։ Ու մենակ Նիկոլ չէ, թիմի մեջ Ալեն Սիմոնյան գլնի, այդ Արարատը, ինչ հառումար է, որ հիմա Արաբատեն սարքել։ Դրանց բոլորը, ինչքան քպական պատգամավոր կա, նախարար կա, դրանք բոլորը Նիկոլ են։ Եթե առաջ մեր համար մեր թշնամին Սերժիկն ու Ռոբերտն էին, ասում ենք դրանց որ չեզոքացնենք, այդ կուսակցությունները խելքի կգան։ Սրանց մոտ թիմային է, այդ խնդրը թիմային է։ Էս է խնդիրը, ժողովուրդ։ Պետք է ապստամբենք, ուրիշ ճար չկա, Փարք Նժդեհին ու դեպի ապստամբություն։